Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Դպրոցում ասվում էր երեխաների գնահատականները, Սարան շատ ուրախ էր։ Նա հազիվ էր համբերում, թե երբ է ծնողներին ցույց տալու իր լավ գնահատականները։ Կարենի մոտ այդպես չէր։ Դասերից հետո դանդաղ հավաքում էր պայուսակը։ Հեյ, Կարեն, երեկոյան գետի եզերքով հեծանիվ քշելու գնալու ենք։ Ոչ այսօր։ Մի քիչ արագ շարժվիր։ Գիշեր դպրոցում ես ուզում անցկացնել։ Մենակ գնամ, ես տուն չեմ ուզում գնալ։ Մաթեմատիկայից 4, գերմաներենից 3։ Եթե հայրս տեսնի սա, ինձ կսպանի։ Նախընտրում եմ ինքս ինձ սպանել։ Այլևս ապրել չեմ ուզում։ Ես հիմար եմ, իսկ հիմարներին ոչ ոք չի սիրում։ Հերիք է դատարկություններ խոսես։ Քո հայրը քեզ շատ է սիրում։ Նա քեզ համար շատ հիանալի նվերներ է գնում։ Իմ հայրը, նա միայն ինքն իրեն է սիրում եւ իր կարիերան, մնացած ամեն բան նրա համար անկարևոր է։ Իմ հայրը միշտ չէ, որ ճիշտ վերաբերմունք ունի։ Նա ինձ նկատում է միայն այն ժամանակ, երբ ինչ-որ սխալ բան եմ անում։ Հետո նա խիստ բարկանում է։ Դա ինձ շատ է վիրավորում։ Լինում են ժամանակներ, որ ես նույնպես չեմ ուզում այլևս ապրել։ Իսկ հիմա դու այլ կերպ ես մտածում։ Այսօր ես գիտեմ, որ կա Հիսուսը։ Նա սիրում է ինձ։ Նույնիսկ եթե ձախող եմ, ես միշտ կարող եմ նրա մոտ գնալ, նույնիսկ առանց գերազանց գնահատականների։ Նա իմ ընկերն է, չնայած նրան չեմ տեսնում, բայց գիտեմ, որ միշտ ինձ հետ է։ Ես պետք չէ ուժեղ լինեմ։ Ես նույնիսկ կարող եմ լաց լինել իր ներկայության մեջ։ Եվ գիտես, դա ինձ օգնում է։ Ուրախ եմ քեզ համար։ Եթե կարողանայի ես էլ հավատալ դրան։ Արի դեպի գետի ափ գնանք եւ խոսենք։ Կամ ուզում ես, քեզ հետ ձեր տուն գամ։ Միգուցե հայրդ շատ չբարկանա, եթե մեկ այլ մարդ լինի այդտեղ։ Լավ միտք է։ Դու լավ ընկեր ես։ Եվ երբ արձակուրդն ավարտվի, երբեմն կարող ենք միասին տնային առաջադրանքները կատարել։ Նարեկի կողմից լավ քայլ էր ընկերոջ հետ գնալը, բայց Կարենը միևնույն է, մտահոգ էր։ Իսկ հետո հրաշք եղավ։ Կարենի հայրը գնահատականների համար չբարկացավ։ Նա նույնիսկ խոստովանեց, որ ինքն էլ լավ գնահատականներ չի ստացել, երբ դպրոցական էր։ Կարող է դժվար լինել, երբ ծնողները միշտ բարձր գնահատականներ են պահանջում, բայց Հիսուսը շատ տարբեր է։ Նա քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կաս։ Նա քեզ սիրում է քո ուժեղ և թույլ կողմերով։ Նա գիտի, որ կան բաներ, որոնք կարող ես շատ լավ անել, սակայն կան բաներ, որոնցում դժվարանում ես։ Նա ուզում է օգնել քեզ, ուրեմն քաջ եղիր և վստահիր նրան։ Երբ ճանաչես Հիսուսին, դպրոցում միանգամից լավագույնը չես դառնալու, սակայն նա քեզ կօգնի, որ լավագույնը տանես։ Նա կարող է սովորելու կարգապահություն և ուրախություն տալ։ Քաջ եղիր և վստահիր նրան։ Հիսուսի օգնությամբ կարող ես անել ավելին, քան կարծում ես։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։